Ինչու է ստեղծվում տպավորություն, թե Հայաստանում կրակոցներ և սպանությունները շատացել են։ Նախ առաջարկում եմ կարդալ փաստերի ստուգման հարթակի հոդվածը, որտեղ մանրամասն և թվերով ներկայացրել ենք, թե ինչպիսին է վիճակը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ։ Օրինակ վերցնենք հենց այս տեսանյութը։ Այն նկարահանվել է հունիսի 20-ին, բայց լայն տարածում է ստացել միայն օգոստոսի 3-ին, դեպքից ավելի քան 1 ամիս անց։ Այս ընթացքում դեպքն արդեն բացահայտվել էր, կասկածյալները բերման էին ենթարկվել, նույնիսկ կալանավորվել, երկու անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում, իսկ հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը հայտնաբերվել էր։ Սակայն երբ 1 ամիս անց հրապարակվում է դեպքի տեսանյութը կամ նոր մանրամասներ, շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը նոր հանցագործության մասին է։ Նույն դեպքը հաճախ տարբեր լրատվամիջոցներ լուսաբանում են տարբեր օրերի նոր տեսանկյուններից, նոր կադրերով կամ նոր տեղեկություններով։ Արդյունքում սոցիալական ցանցերում անընդհատ երևում են սպանությունների և կրակոցների մասին հրապարակումներ, ինչը ստեղծում է այնպիսի զգացողություն, թե մեր շուրջը անընդհատ նման դեպքեր են տեղի ունենում։ Առավել մեծ տարածում են ստանում հատկապես այն դեպքերը, որոնք ուղեկցվում են տեսանյութերով կամ լուսանկարներով։ Ալգորիթմներն էլ նպաստում են, որ այդ բովանդակությունը կրկին ու կրկին հայտնվի մարդկանց լրահոսում, ուժեղացնելով անապահովության զգացումը։ Սակայն տեղեկատվական աղմուկը միշտ չէ, որ արտացոլում է հանցավորության իրական մակարդակը։ Այդ պատճառով կարևոր է հանրային ընկալումը համեմատել պաշտոնական վիճակագրության հետ, ոչ թե միայն սոցիալական ցանցերում հայտնվող տեսանյութերի։